Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կարևոր դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։ Չեխիա աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն է հայտնել այս երկրի մասին երկրի առաջատար հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ։ Պատասխանելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցին, Ամիրբեկովը խոսել է ձեռք բերված պայմանավորվածությունների ու կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Նրա խոսքով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Հայաստանի նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն կարևոր դեր կխաղան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար եւ որպես հետևանք տարածաշրջանում երկարաժամկետ ու անդառնալի խաղաղության ապահովման գործում։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցել եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, պարոն Մկրտչյան, գիտեք, մեկնարկել է Սամվել Կարապետյանի ուրեմն դատավարությունը մի քանի հոդվածով հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Գիտեք, դատախազը միջնորդել է եւս 3 ամսով երկարաձգել տնային կալանքը, այսօր դեռ չի ամփոփվել այս պահի դրությամբ դատական նիստը։ Նախ եւ առաջ ինչպիսի ուրեմն տպավորություն ունեք Սամվել Կարապետյանը ըստ էության արդեն իր կերպարով առանց արհեստական բանականության, առանց տեսախցիկների կամ տեսախցիկներով, բայց գոնե ինքն էր հայտարարություններ արեց եւ շեշտեց, որ ինքը հրաժարվում է իր մյուս երկու քաղաքացիությունից։ Սկսել է այդ գործընթացը կհրաժարվի թե Կիպրոսի, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից, որովհետեւ վստահ է ուժեղ Հայաստանը հաղթանակելու է։ Ունեք այդպիսի վստահություն, համեցեք։ Նախ ես պետք է իմ դժգոհությունն արտահայտեմ, եթե կալանք, ապա կալանքի նման մի որևէ բան, այլ ոչ թե տնային կալանք, եթե տնային կալանք, ապա անիմաստ է եւ դատախազությանը ես օրինակ խորհուրդ կտայի, կհորդորեի, կխնդրեի, կառաջարկեի, որ լավ է բացահայտ ազատություն շնորհեն Սամվել Կարապետյանին, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, դուք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունենաք մոտենալու այդ մարդուն, հարցեր ուղղելու, ծրագրեր լսելու, առաջարկներ լսելու, անկախ նրանից, որ ինքը իհարկե չի կարող լինել Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը թույլ չի տալիս, ինքը անգամ падգամավոր չի կարող լինել, բայց իբրև էթնիկ հայ կարող է իր կարծիքն արտահայտել եւ այս աժոտաժը, այս արեստական fake, եթե կուզեք անգամ հիբրիդային մթնոլորտի ձևավորումը մեզ ավելի շատ հարցերի տեղ է տալիս եւ հարցեր է առաջացնում։ Թողեք Սամվել Կարապետյանը 5 րոպե, 3 րոպե, 2 րոպե, 10 րոպե որևէ ֆորմատով մեր հարգարժան լրագրողների հարցերին պատասխանի, որովհետեւ կուտակված բազմաթիվ հարցեր կան։ Այ օրինակ հարցերից մեկը, թե օրինակ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնությունում այդ ժամանակ հենց հատկապես խորը գործունեություն ծավալելու ընթացքում, երբ որ 44-օրյա պատերազմը թակեց մեր դուռը, ինչու էր կողմերին բանակցությունների սեղան վերադառնալու կոչով դիմում։ Կողմերին թքած, որ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմ, թքած, որ Ադրբեջանը ռմբակոծում էր խաղաղ բնակչությանը այնտեղ ապրող, թքած, որ Հայաստանի Հանրապետությունից տասնյակ հազարավոր կամավորներ գնում էին իրենց քույրերին ու եղբայրներին պաշտպանելու ու նրանցից շատերը ցավոք սրտի չվերադարձան։ Այդ մարդը կողմերին կոչ էր անում։ Հիմա հարց է, չէ՞, օրինակ ինձ հետաքրքրում է իբրև քաղաքացի, վստահաբար ձեզ էլ իբրև նաև լրագրող։ Ինչու է այդպիսի կոչ անում Սամվել Կարապետյանը։ Այդ որ շահից ելնելով, որ երկրի շահից ելնելով կամ առհասարակ ինքը պետքա պատասխանի, թե ինչի
Ռուսաստանի Դաշնության եւ Կիպրոսի քաղաքացիություն։ Եթե ուներ պլաններ, նպատակներ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն ծավալելու, իսկ իմ կարծիքով դա այդ պլանները ինքը չի ունեցել, դա առաջացել է եւ սկիզբ առել այսպես կոչված եկեղեցու, բայց իրականում Կտրիչ Ներսիսյանի պաշտպանության այդ լեգիոնը ձևավորելու ճանապարհին եւ իր 30 վայրկյանանոց հայտնի ելույթից հետո քրեական գործի մատերիալ ունենք, քրեական գործ կա, դատական նիստ է ընթանում, Սամվել Կարապետյանն էլ ամիսներ շարունակ զրկված ազատությունից ու հիմա էլ ասում է չեք թողում խոսամ, որ թողեք այնքան բան կասեմ, այնքան առաջարկ ունեմ, ուժեղ, շատ ուժեղ, ավելի ուժեղ, եղբայր շարունակությունը եւ առաջարկ կա, նյութ կա այդ ուժեղի տակ, որն է առաջարկը, ուժեղ լինել Մոսկվայում, դուք էսպես թե այնպես Մոսկվայում ուժեղ եք, եթե չեմ սխալվում, ուժեղ չլինեք, միլիարդավոր դոլարների կարողություն չէիք ունենա, արևմտյան որոշ պետությունների կողմից չէիք հետապնդվի, փողերի լվացման եւ այլ կասկածելի գործերով, գիտենք, որ Մոսկվայում ուժեղ եք, Պեկինում ուժեղ լինեք, կարող է Պեկինում էլ ուժեղ լինեք, եւ այսինքն բացառում եք, ուրեմն այսպես ասած նրանց հնարավոր հաջողել այս ընտրություններին։ Լսեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խելքները հացի հետ չեն կերել։ Սիրելի հայրենակիցներ, հիմա եկեք ծուռը նստենք, ժողովրդի ասած դուզը խոսանք։ Երբ եք տեսել, որ բիզնեսմենը արևմտյան պետություններին, որ լսենք, նաև ֆինանսական այսպես մախինացիաների մեջ ներքաշված անձնավորություն է լավ։ Դե արևմտյան մամուլը գրում է, կարդում ենք, ես հղում եմ կատարում իրենց։ Եվ փորձում եմ կարծիք ձևավորել, սա հատուկ իրենց փաստաբանական խմբի համար, որ դատական գործեր չներկայացնեն, իբրև թե լրացնելու համար։ Ոնց եք մտածում, բիզնեսմենը մտածի ժողովրդի մասին։ Կաշառքի մասին կամ գոնե թե բարեգործության արգելքը, օրենքով սահմանված արգելքը շրջանցելու մասին հակակոռուպցիոն կոմիտեն երեք հստակ հայտարարություն տարածեց, ձերբակալված անձինք կային։ Ես ուզում եմ անպայման անդրադառնանք այս հայտարարությանը։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, ես գիտեք, միշտ մի բան եմ ասում, թույլ տվեք ավարտեմ այս միտքը։ Ես միշտ մի բան եմ ասում մեր ժողովրդին, սիրելի ժողովուրդ, այս մարդիկ ձեզ էժանով առնում են, որ թանկով ծախեն։ Բիզնեսմենը, եթե բիզնես հոգեբանությամբ եւ բիզնես տրամաբանությամբ, քաղաքականության մեջ առաջնորդվում, հատկապես այն բիզնեսմենը, որ պատրաստ է եղել օտարերկրյա քաղաքացիություններ ընդունել, երկրի ամենածանր պահին կողմերին կոչ անել, նստել, խոսել։ Վլադիմիր Պուտինի հովանավորությանն ու աջակցությանը ապավինել, ինչի՞ չասենք, ճիշտ խոսալը ժողովրդական լեզվով ասած, որ շան տղություն չի։ Հիմա եկել է պահը։ Ու պետք է ճիշտ խոսալ, պետք է ազնիվ խոսալ, պետք է շիտակ խոսալ, պետք է ժողովրդին բացատրել, որ Հայաստանի Հանրապետությունը հետ քայլ չանի, ձեռք բերված հանուն արդարության իրականում պետք է ասեմ, ձեռք բերված շոշափելի ձեռք բերումները չմսխի, ու ի վերջո Հայաստանի Հանրապետությունից գուբերնիա չստացվի, էլի մի հատ գուբերնատոր էլ Իվանիշվիլու կարգավիճակին նախանձելով հայկական Իվանիշվիլու լայց տեսակ է այստեղ խաղա։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ես վստահ եմ, որ թույլ չեն տալու, այս ժողովուրդը խելքը հացի հետ չի կերել, իր շուրջը նայում ամեն ինչ լավ պատկերացնում է։ Պարոն Մկրտչյան, մինչ դուք անդրադառնում եք երեկվա տեղի ունեցած հաղորդագրության հանրայնացմանը, հրապարակմանը, նախ գիտեք, երկու աղջիկները ազատ են արձակվել, բայց ինչ է ասում Նարեկ Կարապետյանը, ասում է Հայաստանը ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին մայրիկներին ձերբակալում են, երեխաներն էլ հայտնվում են դատարանում մայրիկների հետ եւ այս ամենի լուծումը ուրեմն եւ ելքը փոփոխությունն է։ Լսեք, իր հոր աշխատանքային գործունեության տարիներին Սևազգեստ մայրերը Բաղրամյան 26-ի դիմաց, ում աշխատակազմի ղեկավարներ իր հայրը քարշ էին տալիս,
Բայց իրանց ծպտոցը չէինք լսում։ Այդ մայրերին 5000 դրամի մատերիալ էին դարձրել, 5000 դրամով, մուրաբով, տուկի թելով, կարտոշկի սերմով, սելիտրայով, տրակտորի 10 լիտր դիզ վառելիքով առնում էին։ Սահմանը կանսերվի կոկոշկաներով պահում էին, հիմա էլ եկել ում է հետապնդել Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու կառավարությունը եւ մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեն։ Այդ կառույցի բոլոր աշխատակիցներին առանձնահատուկ շնորհակալություն եւ թող իրենք աչալուրջ լինեն, որպեսզի ընտրական process-ներից առաջ այդ դրվագները կանխարգել են, հայտնաբերեն եւ թույլ չտան։ Դասում է պարտվեք տղամարդու նման Նիկա կալանավորեք մայրերի ուժեղ, ավելի ուժեղ, էլի ուժեղ, լիքը ուժեղ։ Ուժեղ տղու կամ ուժեղ մարդու, ուժեղ առաջնորդի արածա դա իրականում փաստորեն պարզվում է հղիության ընթացքում ըստ նախաքննության տարածած հայտարարությունների եւ ձայնագրության եւ հաջորդականության դեպքերի հղիության ընթացքում իսկին ներգրաված այլ է հիշեցրեք խնդրում եմ այդ պարոնի անունը ռուսական ինչ որ ելևեջներով հայրանունով ռուսական դիմելաձևով ինչպես էր չգիտեմ Լյուդվիգ Գրիգորիչ էր Վլադիմիր Վլադիմիրովիչի այն լավ ընկերներ ով էր չգիտեմ մի խոսքով X այդ անձնավորությունը ինչով ավարտվող տելևիզոր էին առնում փողն են ուզում շատ ավելի լավ что могу сделать еще приятное перед выборами господин ու կներեք էլի ուժեղ, շատ ուժեղ, ավելի ուժեղ, լիքը ուժեղ ու այսպիսի գործընթացների մեջ ներգրավել հղի կնոջ, հետագայում ծննդաբերությունից 40 օր հետո այդ կնոջ երեխային գործիք դարձնել, փորձել ազդել հանրային նուրբ լարերի վրա, ուժեղ լիքը հարցականով ուժեղ տղերք բա դա գործելա ոչ իրականում պետք է ասվի որ որևէ պարագայում ոչ հղի լինելը անգամ տղամարդկանց դեպքում ոչ չգիտեմ լեզվի մինինգիտ ունենալը ոչ մի բան չի ազատելու պատասխանատվությունից դատվելու եք պարոնայք կավատներ եւ պարոնայք եւ տիկնայք մարմնավաճառներ մանրամասն եմ մարդիկ ովքեր շարքային 10-ով չիկի կարգավիճակում լավություն անելով ինչ որ նյութական շահագրգռվածությամբ մարդկանց այսպես հրապուրելով փորձում են ձայն կորզեն, իրենք կավատներ են։ Մարդիկ ովքեր դրա սպառողն են, ովքեր իրենց ձայնն են վաճառում տելևիզորով, քյաբաբով, մատ կալորիկ փողով, այդ մարդիկ մարմնավաճառից ոչինչով չեն տարբերվում։ Գուցե մարմնավաճառների համաշխարհային այդ ասոցիացիան իմ դեմ մի հատ հիմա բողոք ներկայացնի, թե ինչի եմ ես սրանց հետ համեմատում, բայց սա հանցագործություն է, սա պատկերավոր մասն է։ Սա հանցագործություն է հստակ ու պատժվելու են բոլորը։ Հերիք է լավ էլի այս ժողովուրդը այդ փողի, այդ շահագրգռվածություններով ընտրությունների գնալու արդյունքը տեսել է ու դառը գինա վճար է։ Գինա վճար է այս ժողովուրդը։ Երբ որ այս ժողովուրդը գին էր վճարում, իրանց առաջնորդը գուցե էլի $1 միլիարդ իր հաշվին փող էր պատտացնում, ավելացնում։ Ֆրանսիայում, Բրիտանիայում, չգիտեմ որ երկրներում էլ իրան հետապնդում էին։ Դե ամեն ինչ չափ ու սահման ունի։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Ու այսօր այդ հաղթանակը, որ հիմա էլ իրենք ասում են, թե բա, տեսակ, կաթի շշերը վերցրեցինք, գնացինք հակակոռուպցիոնի դեմը կանգնեցինք, կաթի շշերը շարեցինք գետնին եւ մեր տելևիզոր բաժանող գոհար աշոտովնային տուն ճանապարհեցինք
հաղթելու ենք, ուժեղ ենք, անձնագրից էլ հրաժարվում ենք, մի խոսքով, քիչ ամենում իմ Բայց ընկճվածություն չնկատվեց, անգամ տեսանյութերը վստահ եմ դիտել եք, Գոհար Աշոտովն ինչպես ասում եք, բարձր տրամադրություն ուներ շատ։ Դե դրա համար եմ ասում, իրավապահ համակարգը պետքա տուրք չտա։ Ներողություն, ամենայն հարգանքով, մեր ձագերը, մեր երեխաները, մեր սրբությունն են։ Մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց ժողովուրդ ջան, մի վարքյան էլի, եթե ուժեղները առաջին շարքում տելևիզոր բաժանողների, քյաբաբ բաժանողների մեջ կանանց են դիրքավորում, այստեղ ներողություն, հարցերը ոչ պետությանը պետքա ուղղել, ոչ իրավապահ համակարգին պետքա ուղղել, ոչ էլ այլ մարդու պետքա ուղղել տիկիններին պատվարժան եւ պարոններին պատվարժան ուժեղ ու իրենց մեջ թող պարզեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտողները պետք է խստագույնս պատժվեն։ Ընտանիքներ կարող են քանդվել, ճակատագրեր կարող են խեղվել, սա թող մեր քաղաքացիները գիտակցեն։ Պարոն Մկրտչյան, Եվրամիությունը երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանի Հանրապետությունում, գիտեք այսօր Բրյուսելում այդ Եվրամիության երկրների դեսպանները ուրեմն ընդունեցին Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը, ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է կլինի արդեն հաջորդ շաբաթ Եվրամիության արտգործնախարարների նիստում, ինչպես եք գնահատում եւ ըստ էության Ռուսաստանի Դաշնությունից այս անգամ էլ արձագանքը չի ուշանա։ Սպառնալիքների եւ այլ տեսքով։ Ես արդեն մտածեցի Տիկին Զախարովան դեռ ժամանակ կա։ Գուցե գինովցած արդեն արտահայտվել է այս ամեն ինչի կապակցությամբ, իրականում շատ լավ եմ գնահատում եւ Հայաստան Եվրամիություն ընդլայնված օրակարգի եւ խորացող օրակարգի համատեքստում սա քայլ առաջ է եւ ամրապնդող քայլ է առաջին հերթին, այսպես թե այնպես քայլը կար, հիմա ավելի ամրապնդող։ Ընդգծում է, որ տարածաշրջանում Եվրամիությունը անելիք ունի, Հայաստանի Հանրապետությունից էլ այդ ազդակները դեպի Եվրամիություն գնում են եւ այդ բոլոր տեսակի ճղաձգումները Մոսկվայից իզուր չեն եւ մեր ժողովուրդը պետքա պատրաստ լինի Ռուսաստանի Դաշնությունից սպասվելիք ոչ միայն հիբրիդային գրոհների, այլ ավելի գործնական, որովհետեւ մի փոքր թեմայից շեղում կատարեմ, որովհետեւ Հայաստան Եվրամիություն օրակարգը, այսպես ասեմ, ինձ այս փուլում ամբողջությամբ բավարարում է եւ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստանալով ժողովրդի կողմից հերթական անգամ վստահության քվե եւ բարձր լեգիտիմություն, Հայաստան Եվրամիություն հարաբերությունները ել ավելի են խորանալու։ Եթե դաշտում քաղաքական դաշտում լինեին ծանրակշիռ շրջանակներ, որոնք կարողանային այս օրակարգը փոխօգնության անգամ ձևաչափով առաջ տանել, ես կասեի, բայց ամենայն դեպս այս պահին Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Եվրամիության մասով բավարարում է եւ Ռուսաստանի Դաշնությունից ջղաձիկ այդ հայտարարություններն ու երբեմն նաեւ ցենզուրայից դուրս բանակցությունների ընթացքում արտահայտությունները, ինչպիսին Վլադիմիր Պուտինի, այսպես պորտկումներ, դրա վառ վկայությունն է։ Եվ այո, հիմա էլ չի ուշանա, հիմա էլ կգա, հիմա տեղական Վլադիմիր Պուտինի տեխնացուները, գրպանային տեխնացուները, պրոռուսականները, լավ այսպես ասենք, որ չասեն դե հիմա մենք Պուտինի գրպանում մեզ երբ ես տեսել։ Քիչ որ գնա դա էլ կասեն։ Պրոռուսականները հիմա թեզեր են նետում, դաշտ թե բա սեպտեմբերին ասվել է պատերազմ, մենք էլ ասում ենք հունիսի 8-ին սկսվելու է տնտեսական պատերազմ։ Գազնաթանգ, մի հատ Արմագեդոն են ներկայացնում, չգիտեմ, գազնաթ հանգանալու, ատոմակայանն է կանգնելու։ Քիչ ամենում, այստեղ թող ազնվություն գոնե դրսևորեն, էլի, եթե պլաններում կա, եթե այդպիսի Արմագեդոն իրենց պլաններում կա, վստահաբար նաև Սամետ մի ասեք, որովհետև մենք արտաքին ուրեմն կապերի հաստատումը, ամրապնդումը տեսնում ենք օրինակ ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Պեկինում, Վաշինգտոնում, բայց ոչ Բրյուսելում իհարկե։ Լոնդոնում, բայց ոչ Բրյուսելում։ Էլ որտեղ փող ունեն։
Չեմ կարող ասել։ Հետաքրքիր է, կարելի է բարձել։ Էլ որտեղ փող ունեն։ Այ որտեղ որ փող ունեն, գուցե շահերը սպասարկվի, առաջ տարվի, մի խոսքով, այն հայտնի լոզունգները եկեք ես չկրկնեմ, 1000-ում եկեղեցի կկառուցվի, մի 1000-ում զավոդ կկառուցվի, զավոդ, ոչ թե գործարան, 1000-ում զավոդ կկառուցվի, նայած ինչպես կոնֆիգուրացիան կդասավորվի, եթե Բելարուս ամետ օլիգարխն էլ անցնի, Բելարուս տրակտորներ բոլոր գյուղերում կբաժանվեն, սա սիրելի հայրենակիցներ, կես կատակ, կես լուրջ իհարկե։ Բայց նա ասում է, որ ինքը օլիգարխ չէ, իշխանությունն էլ այն ժամանակ ասել էր, չէ, որ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, բան։ Խոշոր սեփականատեր է, դե եկեք մի փոքր քաղաքագիտորեն մոտենանք այս հարցին։ Այո, կարող է Գագիկ Ծառուկյանը, եթե չի զբաղվում քաղաքականությամբ ակտիվ, դիտարկվել իբրև խոշոր սեփականատեր, բայց երբ որ այդ խոշոր սեփականատերը իր միջոցներով հանդերձ մտնում է քաղաքականություն, ինքը վերածվում է դասական օլիգարխի, կլասիկ օլիգարխի։ Ծառուկյանը կլասիկ օլիգարխ։ Իհարկե։ Այն պահին, երբ որ ինքը որոշում կայացրեց մտնել կրկին անգամ քաղաքականություն, ինքը կրկին անգամ վերածվեց կլասիկ օլիգարխի։ Մյուս բիզնեսմենն էլ ուզում է մտնի, օրենքը թույլ չի տալի, զորբայություն են անում, էլ ուժեղ, էլ հաջորդ վարչապետ։ Մեկը քաղաքականության մեջ բիզնեսմենը, որ պահին քաղաքագիտորեն մտավ, ինքը դառնում է օլիգարխիայի կրող, օլիգարխիկ գաղափարախոսության առաջ տանող, այդ շահերը սպասարկող, դա աքսիոմատիկ ճշմարտություն է, լավ դրա հետ էլ կարող եք վիճել։ Սրա հետ էլ կարելի է վիճել։ Հələ լավ հասկացանք, այն դրսից պաշտպանողները պաշտպանում են, մի ձև ուզում եք այսպես ցույց տալ, որ իր հետ ընդհանրապես կապ չունեք, կրպանային չեք, Իվանիշվիլու լայց տեսակը չեք, մի խոսքով։ Բայց այս դասական աքսիոմատիկ ճշմարտություններից էլ հո չեք կարող փախչել։ Հակառակ մի ամսում եւս $1 միլիարդ այդպես հաշվի վրա ավելացնել, աշխատել։ Բայց կարաք 5 րոպե տեսախցիկների առաջ լրագրողների հարցին պատասխանեք։ Նենց եմ ուզում տեսնեմ այդ տեսարանը, անկեղծորեն ես ուզում եմ տեսնել այդ տեսարանը, Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի նման օրինակ կանգնի լրագրողների առաջ, լրագրողները հատկապես այդ ժամանակ չնայած լրագրողական դաշտն էլ այնքան խառն ու խուճուճ լրագրողներն էլ այն լրագրողները, որ այդպես ճանասիրաբար միկրոֆոնը մտցնում են Փաշինյանի բերանն ու չգիտեմ հարցեր են ուղում բան։ Այ այդ նույն ճանասիրությամբ մի հատ մոտենան Սամվել Կարապետյանի մի քանի հատ հարց ուղեն բանան։ Տենակ տուն կհասնեն։ Բայց կարող է իրանց ձևերով միջամտեն։ Բայց Հայաստանը ժողովրդավար երկիր է, բոլորն էլ տուն հասնում են, բազմիցս եք ասել, չէ՞, բան։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է եւ քանի դեռ իշխանությունը ժողովրդի ձեռքում է եւ ժողովուրդը շատ լավ է երկրի զարգացման պուլսը զգում, զարկերակը զգում, այ այս շրջանակները սահմանափակվելու են ֆեյքեր բացելով, բոթեր աճացնելով, ֆինանսավորելով, արհեստական բանականության վիդեոների համար տասնյակ հազարավոր երևի թե դոլարներ վճարելով կամ լավություն են կարող իրանց աղբերական անում, եղբայրական կամ բրատսկի վիդեոներ պատվիրելով մի հատ ժողովուրդ եկեք անկեղծ էլի ներողություն եկեք մի հատ էլ ժողովրդի հետ այդ էքսկուրսն անցկացնենք մի հատ նայեք ինչի հետ են ձեզ առաջարկում փոխել Ավելի բարեկեցիկ, 300,000 աշխատատեղ, ուժեղ պետություն, ուժեղ խաղաղություն, այլընտրանք, այն ինչ խոսվում է պարոն Մկրտչյան, ես ձեր տաղավար ալկոհոլի ազդեցության տակ չեմ եկել, որ ես ջրի բաժակը չգիտակցելով բարձրացնեմ ու շարունակեմ կենացը, դո ինչ 300,000 աշխատատեղ, վաղը իշխանություն տվեք 600,000 բացեմ, ասեմ ավելի ժողովուրդը չէ, ուզում եք այդպիսի պոպուլիստական հայտարարություններ լսել, դա պոպուլիզմ է, դա էլ դասական և կլասիկ պոպուլիզմի ժանրից է, բայց ինչ են առաջարկում, արհեստական բանականությամբ իր սեփական հայրենակիցների հետ շփվող մարդուն, կամ շատ քիչ շփվող գոնե թե մարդուն,
Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը զուգարանի թղթի վերածել, փոխել, ջնջել, ավելացնել, կդրտել իրանց ձևով, բերել դարձնել վարչապետ։ Որ ինչ լինի։ Օրինակ ինչ լինի։ Թիրախավորված թրիփը, տորպեդահարվող թրիփը իրենց կողմից վիժեցվի, պատերազմ սկսվի, իրենց պատկերացրած գործող վարչապետն էլ կողմերին կոչանի բանակցությունների սեղան նստելու, թե Բելարուս պետքա զանգեն Մինսկ բանին Ալեքսանդր Լուկաշենկոին, ում պետք է զանգեն, Վլադիմիր Պուտինին պետքա զանգեն, որ ինչ անի։ Ինչ անի, էլի կարելի է իմանալ, օրինակ Լեռնային Ղարաբաղում ինչ արեցին, հետաքրքիր է։ Տեսանք, չէ՞ ինչ արեցին։ Խաղաղապահների քթի տակ, մարդկանց ռմբակոծությունների ալիքի տակ անտեր դարձրին։ Երևան էլ եկել են լեզուները շաղ են տալիս, թե բա Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը լուծ արեց։ Հավերժ Եվլախը ճակատներին դաջացները։ Այս հիբրիդային աղբը, ամբողջությամբ հիբրիդային աղբը։ Գիտեք, հիբրիդային բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Այս հիբրիդային ալիքը պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր գիտակցությամբ, իր իմաստությամբ գնա ընտրական տեղամաս, որոշում կայացնի անպայմանորեն մասնակցելու։ Այդ ամենակարևորն է։ Տեսեք, բացի այն, որ պիտի ընտրի այս ուժին, այն ուժին, առաջին հերթին որոշի, որ ինքը գնում է մասնակցի, որ Սախալինից եկած անուշապերները, չգիտեմ, Պատմասկովիայից եկած անուշապերները ու իրանց նեղ շրջապատը օրենքի խութերից օգտվելով ընտրության չգնա ու իր 5 տարվա ապագան էժանով առնի թանկով ծախի։ Հայաստանի Հանրապետությունը խոպան չի ձեր համար։ Հայաստանի Հանրապետությունը վերջապես պետություն է։ Ու պետք է հաշվի նստել պետության հետ։ Հաշվի նստել ժողովրդի հետ։ Ու վստահ եղեք, այդ որ ասում եմ լավ է լինելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փայլուն գիտակցում են իրանց շուրջ ինչա տեղի ունենում։ Ավտոբուսի շոֆերը իր փողն է առնում, ամենայն հարգանքով եւ մեծարանքով իրանց նկատմամբ ձեր ցավը տանեմ։ Փողոցում տենում են, մոտենում են, խոսում են։ Ասում են հունիսի 7-ին գիտենք մեր անելիքը։ Այդ մարդիկո չեն գալի իմ ականջին ասեն, որ հունիսի 7-ին գնալու են եւ ուժեղ Հայաստանին քվեարկեն։ Մարդիկ ակնարկում են, որ իրենք շատ լավ հասկանում են իրավիճակը եւ իրենք կգնան ու իրենց խղճով ընտրություն կկատարեն անկախ այն հանգամանքից, որ օրական ինչ որ մի կլորիկ գումար իրանք այդ ավտոբուսը ուղակի կանգնեցնելու համար գուցե աշխատում են։ Այս իրականության դեմ ժողովրդավարությունը սրանով է գեղեցիկ։ Անկախ նրանից թե ջեբդ ինչքան փող կա, կողքդ քանի հատ անուշ աղբեր կա, քանի տելևիզոր բաժանող կա, քանի քյաբաբ բաժանող կա, քանի հատ что-то приятное անող կա եւ այլն, ժողովրդավարությունը ժողովրդի կամքի արտահայտությունն է եւ ժողովուրդը այս բեմականացված թատրոնը ես ինչի է ամբողջ հարցազրույցի ընթացքում այդ ուժեղ բառը էլի շեշտում, սա դու կներեք էլի կլոունադա չի, ուժեղ, ամեն երրորդ բառը ուժեղ, էլի եմ կրկնում, ուժեղը կանանց չի դնում առաջին շարքերում եւ ճանապարհում քյաբաբ տելևիզոր բաժանելու։ Ուժեղ եք, այտենց ուժեղ եք, որ պետությունից ուզում եք վեր կանգնեք, վեր դասեք ձեզ, բա որ այտենց ուժեղ եք, ուժեղ տղեկ եք, գիտեք այդ բանը, բա ինչի՞ չեք եթում դուք այդ տելևիզորն ու քյաբաբը բաժանեք, որ հակակոռուպցիոն կոմիտեի դեմը կաթի շիշ չբերեք դնեք, եթե իհարկե հեղի չեք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։